Վաղարշապատի անմար կրակի հրապարակում բոլորն են ուզում ողջագուրվել Ռոբերտ Քոչարյանի հետ, հաջողություն մաղթել, մինչ նա հարթակ կբարձրանա նախընտրական առաջին ելույթն ունենալու։ Այդպիսի մի ջերմ ողջույնից հետո նախագահին է մոտենում գրասենյակի ղեկավար Բագրատ Նիկոյանը։ Բագրատ Նիկոյանը ասում է, պարոն նախագահ, սարոջկայիդ վրա պամադա կա։ Ասի դու վկա ես, տիկին Բելային կասես, որ ուրիշ բան չի եղել։ Ու քանի որ բարձր է բոլորի տրամադրությունը, Հայաստան դաշինքի առաջնորդը հիշեցնում է ժողովրդին, հունիսի 7-ին պետք է ընտրել համար 17-ին։ Ընտրում ենք Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան։ Եթե ընտրում ենք Հայաստան, ուրեմն համար 17 Հայաստան դաշինք։ Պլան B չկա, ընտրապայքարի մեջ մտնելուց առաջ ասել էր Ռոբերտ Քոչարյանը։ Պլան B-ի մասին այս մարդիկ էլ չեն մտածում։ Համոզմունքով եմ եկել եւ միշտ էլ ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին համոզմունքով, որովհետեւ ես վստահ եմ, որ մեր երկիրը ծանր վիճակից միայն ինքը կարող է անել։ Նրա կազմակերպչական ունակությունները, նրա գիտելիքները, պարզությունը եւ վերջապես դուխը։ Ինքը հզոր մարդ է, հզոր առաջնորդ, լավ դիվանագետ, լավ քաղաքական գործիչ, հմուտ քաղաքական գործիչ, ինչը մեր երկրի տվյալ իրավիճակում ամենակարևորագույններից է հանդիսանում։ Դա է պատճառը, որ ես աջակցում եմ ու միացել եմ պարոն նախագահի թիմին։ Ես ընտրել եմ արժանապատիվ կյանքը ու գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ապահովել մեզ դա։ Առանձնահատկություն։ Հարատև երաշխավորված խաղաղություն են ուզում մարդիկ։ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է Հայաստանի անվտանգության մոդելը՝ ժամանակակից, մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից։ Ուրիշ մոդելներ, մարդկությունը դեռ չի հորինել։ 10 տարի խաղաղ է ապրել Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանն էր պետության ղեկին, հիշում են բոլորը։ Պարոն Քոչարյանի նախագահության օրոք պատերազմ չի եղել եւ ես վստահ եմ, որ միանշանակ, եթե նա լինի երկրի ղեկավար, այս անգամ եւս պատերազմ չի լինելու։ Հակառակ Ռոբերտ Քոչարյանը այն քաղաքական գործիչն է, որը կբերի իսկական խաղաղություն։ Միացել եմ Ռոբերտ Քոչարյանի թիմին, որովհետև ուզում եմ իմ երեխաները ապրեն Հայաստանի Հանրապետությունում, առանց թուրքական լծի, քանի որ տեսնում ենք, որ եթե բոլորս նստենք մեր տեղում ու չշարժվենք, մեզ տանում են դեպի Թուրան։ Աղավնին խաղաղության սիմվոլն է, բայց աղավնին խաղաղություն չի բերում։ Խաղաղություն բերում է արծիվը, տիեզերքում, երկնքում։ Այս արծիվը այս համակարգում, այսօր Ռոբերտ Քոչարյանն է։ Դեպի անվտանգ ու կայուն Հայաստան է տանում Հայաստան դաշինքի առաջնորդը, այս համոզմամբ ընտրողները երկրորդ նախագահի առաջնորդությամբ մայրաթոռ են ուղևորվում։ Մայր տաճար է հասնում երկրորդ նախագահի առաջնորդած երթը։ Այստեղ յուրաքանչյուրն ինքը գիտի ինչի համար է մոմբարում։ Ինչի համար եք վառելու մոմ, պարոն նախագահ։ Հաղթանակի համար։ Այս ավելի վեհ բաներ կա, որի համար այս պահին արժում են վառել։ Հաղթանակի համար պայքարել ենք։ Ալբերտ Սերոբյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։